Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Երեք բազմաթիվ միջադեպեր են տեղի ունեցել։ Շնորհակալ եմ վստահության եւ աջակցության համար։ Ընկերներ, տեսանյութերը ակտիվ տարածելու շնորհիվ բարձրաձայնվող խնդիրները գոնե որոշ ժամանակով կարգավորվում են։ Դրա համար պետք է ակտիվ տարածել։ Մի վախեցեք որևէ մեկից, ով կգա ձեզ կասին ինչու ես հավանել կամ տարածել, ասում եք հետևյալը՝ փախիր մայրիկիդ մոտ։ Ընկերներ, տեղեկություններ եմ ստացել, որ երեք Արմավիրի մարզում Չոփը եւ իր բանդան հարձակվել եւ ծեծի են ենթարկել անհետ կորած զինծառայողի ծնողին։ Հիմա մի փոքր մանրամասն ներկայացնեմ։ Այսպես, ըստ ստացված տեղեկատվության, երբ հայտնի Չոփը կամ նույն ինքը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Արմավիրի մարզի Հայկավան բնակավայրում քարոզարշավ իրականացնելիս ծեծկրտուկ են իրականացրել։ Հայկավանում անհետ կորած զինծառայողի ծնողը, տեսնելով ՔՊԱ-ական դարձած չինովնիկներին, հայհոյել է, ինչից հետո մարզպետը եւ մի խումբ անձինք հարձակվել եւ ծեծի են ենթարկել անհետ կորածի հորը, ինչի արդյունքում վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել։ Ինձ տեղեկացրեցին, որ դեպքը տեղի է ունեցել բնակիչների աչքի առաջ։ Պարոն Վահրամ Խաչատրյան, եթե նախկինում ինչ ուզում անում էիք, հիմա հանգիստ նստեք ձեր տեղը ու խելոք մնացեք։ Երևի խառնել ես քո հովանավորյալների ապրելակերպը պետական պաշտոնյայի ապրելակերպին։ Չոփ, ինչքան ասացի հանգիստ խոսեմ, ոնց որ լավ չես ըմբռնում, չես գիտակցում քո պաշտոնի լրջությունը։ Քո շրջապատում կկիրառես, չփորձես հասարակ քաղաքացիների վրա ինքնահաստատվել։ Սա քո վերջին զգուշացումն է։ Չես ուզենա, չէ՞ որ մարզում իմանան քո հակումների մասին։ Հատկապես քո այսպես ասած որոշ ընկերներ իմանան որոշ բաներ։ Ուրեմն հանգիստ նստի տեղդ։ Ընկերներ, ես ի սկզբանե հայհոյանքին եւ վիրավորանքին դեմ եմ արտահայտվել եւ շարունակում եմ այդպես կարծել։ Անկախ նրանից, թե ով ինչ է անում, մենք չպետք է հավասարվենք դրանց մակարդակին։ Մեր մեջ սերմանել են այդ վատ ավանդույթը, ինչն էլ բազմաթիվ հանցագործությունների պատճառ է դառնում։ Չենք հայհոյում եւ չենք վիրավորում որևէ մեկին, բայց չենք էլ լռում։ Տալիս ենք արժանի պատասխան մեր գիտելիքների եւ ավելի ուժեղ լինելու հաշվին։ Ընկերներ, նաեւ տեղեկություններ եմ ստանում, որ Շիրակի մարզի Մարալիկ կամ Անի համայնքում համայնքապետ Արման Սարիբեկյանը կամ ինչպես ժողովուրդն է ասում, Ժպոն կամ Բժոն սկսել է ռեպրեսիաներ կիրառել ուժայինների միջոցով։ Մարալիկում սկսել են ձերբակալել այն անձանց, ովքեր մեղմ ասած չեն սատարում իշխող ուժին։ Բա պարոն Արման Սարիբեկյան, ասում էիք ժողովրդավարություն, բա ասում էիք նախկինում ստիպում էին, դո բա դուք ինչով եք նախկիններից տարբերվում։ Երբ որ իշխանության վարկանիշը ցածր լինի, իշխանությունը այլևս չի լինի իշխանություն։ Եվ եկեք մոռանանք ընդհանրապես այդ թեման, որ Հայաստանում որևէ մեկը լցոնումներ է անելու, վարչական լծակներ է օգտագործելու ժողովրդից իշխանությունը խլելու համար։ Իշխանությունը անվերադարձ վերադարձվել է ժողովրդին։ Էլի եմ ասում, ոչ թե իմ քայլը դաշինքին, ոչ թե ինձ, ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այլ ժողովրդին, որտեղ այս քաղաքական process-ը եւ հեղափոխությունը իմաստ չի ունենա։ Պատկերացնում եք, ավելի լավ է գետինը մտնենք, եթե մենք հանկարծ մի ինչ որ բայ բան անենք, ընտրությունները կեղծենք, լցոնումները անենք, կրիմինալին օգտագործենք, վարչական ռեսուրս օգտագործենք։ Դա ըստ էության կնշանակի, որ մենք հակասում ենք մեր կյանքի ոչ գործունեությանը եւ աննպատակ եւ անիմաստ ենք դարձնում մեր քաղաքական գործունեությունը։ Ասեմ, որ որևէ բանով չեք տարբերվում։ Թե ձեր քաղաքական հայրերը նախկիններին խնայեցին եւ արած հանցագործությունների համար համապատասխան քրեակատարողական հիմնարկներ չուղարկեցին, ապա մենք որևէ մեկին չենք ներելու, բոլորը լինելու են իրենց խցերում։ Նիկոլ Փաշինյան, ինչպես եք, այս ինչ եք անում, գիտեք սա ինչի արդյունք է, ձեր ոչ հեռատես քաղաքականության։ Երբ պաշտոնների եք նշանակում նախկին փտած ռեժիմի տասովչիկներին, իրենք էլ այնքան են իրենց թալանով զբաղվել, որ անտեսել են բնակիչներին, ինչի արդյունքում ձեր վիճակը գնալով ծանրանում է։ Նիկոլ Փաշինյան, եթե նկատել եք, ես քիչ եմ խոսում Արցախից, բայց դա չի նշանակում, որ հարցեր չկան, այլ նրա համար, որ բոլոր ոլորտներում եք դուք սպառվել։
Ընկերներ, նաև տեղեկություններ եմ ստանում, որ Աշտանակի համայնքապետարանը մանկապարտեզներից որոշների աշխատավարձերը չի վճարել։ Ըստ տեղեկությունների, խոսքը գնում է աղցքի թիվ 14 մանկապարտեզի մասին, որտեղ աշխատակիցները չեն ստացել իրենց աշխատավարձերը։ Աշտանակի քաղաքապետ պարոն Թովմաս, ինչպե՞ս եք, սա ինչ է, թե մտածում եք այնքան հզոր եք, որ ձեր համայնքում կարելի է աշխատավարձ չտալ։ Լսիր, պարոն համայնքապետ, արագ, մեկ օրում կարգավորում ես հարցը, այլևս նման խնդրի առաջ չկանգնեն մեր քաղաքացիները։ Իդեպ, պարոն Թովմաս, ձեր քարոզարշավը իրականացնելիս մյուս անգամ մանկապարտեզների աշխատակիցների վրա պլաններ չդնեք, դա օրենքի խախտում է։ Վերջում զգուշացում Անանիկ Ոսկանյանին, համայնքումդ ապօրինի ծառեր են կտրում, չես հասկանում, որ հետագայում ամեն կտրած ծառի համար դու ես պատասխան տալու։ Ընկերներ, մի վախեցեք որևէ բանից, ոչ ազատազրկումը, ոչ էլ թաղային խուժան դարձած որոշ պաշտոնյաներ չեն կարող ձեր վրա ազդել։ Դրանց գոյությունը մեր ներկայությամբ է պայմանավորված։ Եթե ցանկանում եք, որ դրանք շարունակեն իրենց աշխատելավոճը, ապա լռեք, իսկ եթե ցանկանում եք վերջ տալ այս խայտառակությանը, ապա պետք չէ լռել, պետք է պայքարել։ Կեղծ է այն թեզը, թե մեկ անգամ պայքարեցինք, ինչ շահեցինք։ Ասեմ, որ մեկ անգամ պայքարեցինք, սխալ թույլ տվեցինք նշանակման հարցում, բայց մարդը անսխալական չէ, միշտ պետք է պայքարել, չնահանջել, կռվել արդարության համար։ Առանց արդարության որևէ հարց չի կարգավորվելու, առանց ազնվության նույնն է մնալու, առանց պայքարի կկորցնենք ամեն ինչ։ Մեղադրում ենք, որ հայրենիք ենք կորցնում, բայց միայն մեղադրում ենք, չենք պայքարում։ Մեղադրելը պայքար չէ, մեղադրելը անարատության բարձրաձայնում է։ Շատերն են հարցնում, թե միայն բարձրաձայնում եք, ինչ եք անելու։ Ասեմ, որ բոլոր քայլերը լինելու են, իհարկե բոլորը օրենքի շրջանակներում։ Միասին վերջ ենք տալու թայֆաբազությանը և թալանին, որի համար պայքարել ենք և պայքարում ենք։ Հարգանքներով, ձեր հայը։